Ամուսնալուծությունների թիվն աճել է, ամուսնություններին նվազել։ 2024 թվականին 164-ով ավելի են եղել բաժանությունները, իսկ ամուսնությունները գրեթե 1000-ով պակաս նախորդ տարվա համեմատ։ Փաստաբան Պայծառ Քոչարյանը Զարգերայգեյմի հետ զրույցում հայտնում է, որ բաժանության համար առավելապես դիմում են մինչև 10 տարի ամուսնացած զույգերը, եւ ավելացել են նաեւ երկար տարիներ միասին ապրողների բաժանությունները։ Բաժանության ընթացքում առաջնային վեճերից է երեխաների բնակության հարցը, եւ նկատելի է, որ վերջին տարիներին հայրերը բացի տեսակցելուց ցանկանում են, որ երեխաները իրենց հետ ապրեն։ Երկրորդ խնդիրը ալիմենտի հարցն է, երրորդը գույքային վեճերն են, հատկապես կռվախնձոր է դառնում հիպոթեկով ձեռք բերված տունը, իսկ ամուսնական պայմանագրեր ունեցողները շատ քիչ են։ Խոսելով պատճառներից, փաստաբանն ասաց, որ հիմա իրար թեթև չհասկանալը, փոքր խնդիրները, այդ թվում ֆինանսական կամ երեխաների հետ կապված կարող են հանգեցնել ամուսնալուծության։ Հոգեբան Մարիամ Մեհրաբյանը եւս կարծում է, որ փոխվել են ամուսնալուծությունների պատճառները, եւ եթե նախկինում դրանք սոցիալ-տնտեսական էին, ապա հիմա ավելացել են սոցիալական կայքերը, օնլայն դավաճանությունները, իրար շատ ժամանակ չտրամադրելը, կախվածությունները խաղերից մինչև թմրանյութ ու ալկոհոլ։ Ըստ նրա պետք չէ թերագնահատել նաև ընտանիքի անդամների միջամտությունները, թվացial բարի խորհուրդներով։ Հոգեբանը նկատում է, որ դեռ սովոր չենք առողջ հարաբերություններ կառուցել։ Իրար հետ պարզապես տարիներով ապրելը համարում ենք ամուր ընտանիք, մինչդեռ հիմքերը թույլ են լինում։